Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի թիվ 184 դպրոց։ Կրթական հաստատությունն ունի նորակառույց մարզական մասնաշենք, կահավորված նոր մարզագույքով։ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ շրջել է մասնաշենքում, ծանոթացել պայմաններին։ Վարչապետը նաև տեղեկացրել է թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 314 միլիոն դրամ։ Ես արդեն շահել եմ, թե ուղղակի դրած է։ Բաղուր առանց դահլիճի շահել եք, դահլիճով։ Հետդ էին խոսում, որ արդեն պիտի ակտիվ մասնակցեն։ Այս նախագիծը շատ լավ ֆունկցիոնալ եւ հատկացային առումով լավ է։ Հիմա բոլոր տեղեր, որտեղ որ նոր պետք է տեղակապել։ Բայց աքսեսուարների որակի մասին է պետք մտածել, ասենք այդ թվում։ Հիմա սա պետք է իրան ցույց տա։ Այս ինչ ջրակայունն է։ Ջրակայունն է։ Շատ կարևոր է շահագործման արձագանքները համակարգել։ Հիմա դեկտեմբերից շահագործումը լավ պահպանվել է։ Դե հիմա տեսեք, բոլոր են տեղերում, որտեղ մենք տենց խնդիր ունենք, որ մարզասրահը կառուցել ենք եւ կարող է պարզվի, որ դպրոցի շենքը պետք է ապա մոնտաժենք 0-ից սարքենք։ Մեզ պլանա պետք ունենա, որ չկոնսերվացնենք, վերջը թաղ երեխեք են դպրոցա, կողքի դպրոցա, որ Դե կոնկրետ այստեղ ինձ թվում է։ Ում համար խնդիր չեն կունենա, ինքը առանձին մուտք ունի, կաշխատի։ Հետ եմ ասում, էլ չկոնսերվացնենք, ասենք հիմա դպրոցը։ Իհարկե, եթե կստացվի, որ առանց ընդհատելու անել ավելի լավ, բայց եթե հանկարծ կպարզվի, որ պետք է շենքը ապա մոնտաժի, ինքը կոնսերվացնելը ճիշտ չի, որտեղ մաշելու է առանց օգտագործում։ Հաջորդ թիվ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր մանկապարտեզ։ Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 միլիոն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ եւ Տանձուտ բնակավայրերում զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կառավարության ծրագրերին։ Որտեղ ծրագրերը հիմնականում կաթիլային ռոռոկման մասի էջի է։ Նույնիսկ բանկն մենակ ես եմ, գյուղացում։ Տոկոսներն է, պրոստը պիքի տոկոսները։ Ծրագրերը պետք է ձեզ հրավիրեի բան։ Ստանիսլավսկի, Հատրանոց, բանակցություն էի կարծում։ Այդ տոշնի դերացած իմանայի կգայի լեռնի քեզի։ Բա ինչ անում։ Մեկ շաբաթ մի հատ կանչում։ Բա ինչ անում։ Ես երկու խաղացում եմ, աշխատում։ Լավ է։ Խորհրդանական դիվանագիտության համատեքստում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա։ Ստրասբուրգում Ալեն Սիմոնյանը մասնակցեց խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ելույթ միջազգային հեղինակավոր կառույցում հանդիպում գործընկերների հետ ու երկկողմ հետաքրքրության առանցքային հարցեր։
Ստրասբուրգում մեկնարկած եվրոպական համաժողովում Ալեն Սիմոնյանի ելույթը խորհրդանշական էր, այն ժողովրդավարության, պաշտպանության թեմայով էր։ Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան 7 տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ, ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատով, շեշտեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց. Տիկնայք եւ պարոնայք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկ։ Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին։ Մեր օրերի խելախեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ։ Փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է։ Քաոսը թաքնված է երկդմի հրետորաբանության մշուշում։ Փաստը կեղծիք է, դաշնակիցը թշնամի, զոհը ագրեսոր։ Ճշմարտությունը խաբկանք, անմեղը մեղավոր։ Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի։ Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է։ Ժողովրդավարությունը վտանգված է։ Ալեն Սիմոնյանը եվրոպական ամբիոնից վերահաստատեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն։ Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը, փաստեց Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը ելույթում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Անկասկած տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության եւ բարօրության լավագույն երաշխիքներն են։ Խաղաղության խաչմերուկ մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը, հիմնված փոխադարձ արգանքի եւ ինքնիշխանության վրա։ Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատև կալանքի, անմարկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների։ Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է։ Ելույթի հաջորդ կետով Ալեն Սիմոնյանը խոսեց Բաքվի կեղծ հայտարարությունների վերաբերյալ։ Ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով Հայաստանի իբրև ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարևորությունը, ինչպիսիք են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմներ։ Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կամ արդեն ներառված է համաձայնագրում կամ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը թևակողելու նոր դարաշրջան։ Եվրոպական քաղաքական ընտանիքում Հայաստանն այսօր եվրոպական արժեքներ կրող երկիր է, շուտով կլրանա Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցության 25-րդ տարեդարձը։ Այս արդիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել։ Մենք անշեղ ենք այս ճանապարհից։ Շնորհակալություն։ Համաժողովի աշխատանքներին զուգահեռ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերը։ Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատեց Հայաստանի խաղաղության ձգտումներին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցություն։ Կողմերն անդրադարձան նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդանական համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին։ Մեքսիկայի սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նորոնյայի հետ հանդիպմանն էլ քննարկվեց միջխորհրդանական համագործակցությանը, ինչպես նաև հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտեց Շվեդիայի Ռիքսթագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ հանդիպմամբ։ Քննարկվեցին միջխորհրդանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին ու ուշադրություն հրավիրեց Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա։
Խաղաղությունն այլընտրանք չունի, այս ընկալմամբ է Հայաստանն ակտիվորեն ներգրավվել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթում ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Արարատ Միրզյանը շեշտել է. այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի պաշտոնական միջպետական հարաբերություններ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ուժեկիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու պարտավորությունների վրա։ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական կամք այն անհապաղ ստորագրելու հարցում եւ առաջարկում է հնարավորինս շուտ նախաձեռնել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ, սահմանելու այս պատմական համաձայնագրի պաշտոնական ստորագրման վայրը, ժամանակը, այլ գործնական մանրամասներ։ Նախարար Միրզյանը կարևորել է նաև սահմանազատման գործընթացը, մատնանշելով արդեն իսկ հաջողությամբ սահմանազատված 12 կիլոմետր սահմանը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար էլ Հայաստանն առաջարկել է պարզեցնել սահմանահատման ընթացակարգերը եւ ներդնել լրացուցիչ մեխանիզմներ բեռների անվտանգության ապահովման համար։ Մեր մոտեցումը արտացոլված է խաղաղության խաչմերուկ նորարարական նախաձեռնությունում, որը ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Նախագիծը նպատակ ունի բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ եւ էլեկտրական ցանցեր, հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության եւ փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Արտգործնախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի հրադադարի խախտման վերջին օրերի կեղծ մեղադրանքներին եւ ընդգծել, դրանք բացարձակապես անհիմն են։ Դրա մասին են վկայում նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրամիության դիտորդները։ Միրզյանն ընդգծել է նաև, որ Բաքուն դեռ չի արձագանքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի Հայաստանի առաջարկին։ Կայուն խաղաղության համար Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հետեւողականորեն խթանեն փոխվստահությունն ու երկխոսությունը։ Այս գործընթացում դրական ներդրում կարող է ունենալ չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ներառյալ հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաեւ անհետ կորածների եւ բռնի անհետացումների դեպքերի արդյունավետ քննությունը։ Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության ժամանակը հիմա է եւ եթե տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման համար Հայաստանի քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված եւ ցանկալի խաղաղության։ Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, շարունակել է Արարատ Միրզյանը։ Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը զգալի հնարավորություններ կընձեռեն ինչպես մեր երկրներին, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանին։ Նախարար Միրզյանը շեշտել է, որ Հայաստանի հարաբերություններն ու գործակցությունը մյուս երկու հարևան երկրների Վրաստանի եւ Իրանի հետ շարունակում են դինամիկ զարգանալ։ Նախարարը կարևորել է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Հայաստանը ակտիվորեն ամրապնդում է նաև իր ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ։ 2 ամիս առաջ մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համապարփակ կանոնադրությունը, որը պատմական կարևոր իրադարձություն է մեր համագործակցության համար։ Հարաբերություններ, որոնք շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի վկայությունն է բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Եվրամիության հետ գործակցության մասին։ Գործընկերության նոր օրակարգը հաստատելուց հետո Հայաստանն էլ ավելի կմոտենա Եվրամիությանը, ասել է նախարար Միրզյանը։ Խոսել Եվրամիության քաղաքացիական առաքելության մասին, որի ներկայությունը սահմանին արդյունավետորեն նվազեցրել է էսկալացիայի ռիսկը։ Հայաստանը խորացնում է գործակցությունը Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ գործընկերների հետ, շարունակել է Հայաստանի գլխավոր դիվանագետը։ Մատնանշել նաեւ լավ տնտեսական գործակցությունը Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Մեր տեսլականը հստակ է եւ հետեւողական, խաղաղ, կապակցված եւ բարգավաճ Հարավային Կովկաս, լիովին ինտեգրված համագործակցային գլոբալ շրջանակներին։ Խոսելով հայ-բրազիլական տնտեսական հարաբերություններից Միրզյանը շեշտել է, թեև առևտրի ծավալները մնում են համեմատաբար համեստ, կողմերը հանձնառու են ընդլայնելու առևտրային կապերը, դյուրացնելով բիզնեսից բիզնես ուղիղ կապերը։ Արարատ Միրզյանը ներկայացրել է նաև Հայաստանի խորացող կապերը հարավամերիկյան երկրների հետ եւ շեշտել Հարավային Ամերիկայում եւ Կարիբյան տարածաշրջանում ավելի լայն եւ ակտիվ ներկայություն ունենալու Հայաստանի հանձնառությունը։ Ելույթից հետո նախարարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
Չնայած ցույցերի եւ հանրահավաքների արգելքին Թուրքիայում զանգվածային ցույցերն արդեն 3 օր է չեն դադարում։ Բացի Անկարայից եւ Ստամբուլից բողոքի ակցիաներ են նաեւ այլ բնակավայրերում։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով տասնյակ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ պահանջելու ազատ արձակել փողերի լվացման եւ անօրինական եկամուտ ստանալու մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Մի շարք քաղաքացիներ նաեւ պահանջել են Ռեջեփ Էրդողանի հրաժարականը։ Ցույցերը շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, բախումներ են եղել, ոստիկանները արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Կան վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում։ Թուրքիայի ՆԳՆ տվյալով բերման է ենթարկվել շուրջ 100 քաղաքացի։ Հայտնի է, որ 3 տեղի է ունեցել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հարցաքննությունը։ Նա հերքել է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները։ Չնայած Վաշինգտոնի միջնորդությամբ հնարավոր հրադադարի մասին քննարկումներին Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնել են փոխադարձարվածների մասին։ Ուկրաինական կողմի տվյալով գիշերը 179 ԱԹՍ է արձակվել երկրի ուղղությամբ։ Կիևում պայթյուններ են լսվել, կան ավերածություններ։ Զապորոժիեում եւ այլ բնակավայրերում խաղաղ բնակիչներ են զոհվել։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Ռոստովի մարզը, բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ։ Կարծում եմ շատ շուտով ամբողջական հրադադար կլինի, հայտարարել է Դոնալդ Թրամփը խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Այնուհետև կքննարկվեն գործարքները, հողերի բաժանման մասին եւ այլն եւ այլն։ Այդ ամենը քննարկվում է, մինչ մենք խոսում ենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա կարծիք է հայտնել, որ գործարքն արդեն ուրվագծվում է։ Թրամփն անդրադարձել է Պեկինի հետ հարաբերություններին, վստահեցրել, Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել Չինաստանի հետ, բայց եթե անեինք դա, շատ լավ պատրաստված կլինեինք, հավելել է նախագահը։ Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է զրուցել Սի Ցինփինի հետ։ Մենք հիասքանչ հարաբերություններ ունենք եւ կունենանք, բայց Բայդենի ժամանակ $1 տրիլիոն դեֆիցիտ ենք ունեցել։ Կքննարկենք դա, մանրամասնել է Թրամփը։ Նաեւ Միացյալ Նահանգների նախագահը եւ պաշտպանության նախարարը Սպիտակ տանը հայտարարել են, որ Boeing-ին են վստահել նոր սերնդի F-47 կործանիչների մշակումը, որոնք ըստ Թրամփի աննախադեպ զորություն ունեն եւ պետք է փոխարինեն ռազմաօդային ուժերի F-22 կործանիչներին։ Ուկրաինայում պատերազմին է անդրադարձել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն օրերս Մոսկվայում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով Կիևը եւ Մոսկվան կարող են շուտով պայմանավորվել Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում սահմանելու մասին։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումն էլ կարող է անցկացվել առաջիկա ամիսների ընթացքում։ Սթիվ Ուիտկոֆը նաեւ կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ամենամեծ խնդիրը Ղրիմի, Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների կարգավիճակի հարցն է, որոնք Կիևը հրաժարվում է ռուսական ճանաչել։ Այդ տարածքները ռուսախոս են, այնտեղ անցկացվել են հանրաքվեներ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ ցանկանում է լինել Ռուսաստանի իշխանության ներքո։ Երբ այս տարածքների հարցը լուծվի, կսկսենք շատ դրական խոսակցություններ ունենալ, ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։ Պատմելով իր եւ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասին, Ուիտկոֆը հայտնել է, որ Պուտինը նվեր է փոխանցել Սպիտակ տան ղեկավարին։ Խոսքը Թրամփի դիմանկարի մասին է, որը նկարել է ռուս հայտնի նկարիչներից մեկը։ Նաեւ Վլադիմիր Պուտինն ասաց, որ անհանգստացած էր, երբ Թրամփի դեմ մահափորձ կատարեցին։ Նա գնացել է եկեղեցի եւ աղոթել իր ընկերոջ համար, ասել է Ուիտկոֆը, հավելել. Թրամփն անչափ հուզված էր լսել դա եւ ստանալ նվերը։ «2024 թվականից իր գործունեությունն է սկսել Սարուխանի մշակույթի տունը կիրառական արվեստի, նկարչության եւ կավագործության խմբակներով։ Գավառի համայնքապետարանը 2024 թվականի բյուջեից 1 միլիոն կապիտալ դրամաշնոր եւ 665 հազար դրամ ընթացիկ դրամաշնոր է հատկացրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ Հաստատության աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ գույք եւ տեխնիկա։ Սարուխանի մշակույթի տունը վերաբացվել է վերջերս, որի համար շնորհակալ ենք պարոն Գուրգեն Մարտիրոսյանին, քանի որ նոր էինք բացվել եւ չունեինք անհրաժեշտ գույք աշխատելու համար, անհրաժեշտ գույքը եւ տեխնիկան կօգնեն ել ավելի լավ կազմակերպել մեր աշխատանքները։ Սարուխանի մշակույթի տունը կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերել համակարգիչ, տպիչ, տեսանկարահանող սարք, աշխատանքային սեղան, տնօրենի սեղան, աթոռ, պահարան եւ փոշեկուլ։ Ընթացիկ դրամաշնորհով էլ ձեռք է բերվել կավի թրծման վառարան։ Համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար պահանջվող այլ անհրաժեշտ միջոցներ համայնքապետարանը կտրամադրի 2025 թվականի դրամաշնորհներով։
Կապանի կամերային ներկայացումների փառատոնը համարվում է բացված։ Դեռևս մեկնարկից 5 օր առաջ բոլոր 6 ներկայացումների տոմսերն արագորեն սպառվել են։ Կարմիր գորգ թատերական մթնոլորտ սիրված դերասանների խաղը վայելելու մեծ ցանկություն։ Հանդիսատեսը շտապում է րոպե առաջ զբաղեցնել իր տեղը։ Այսօր նրան շարքերում են նաև դերասանները։ Թատերաշրջանի բացումը սկսվում է շնորհավորանքներով։ Եվ ինչ ասեմ, բարի Աստված Կապանի պետթատրոնի նախաձեռնությամբ Սյունիքի մարզպետի աշխատակազմի թատերական գործիչների միության եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ փառատոնն իրականություն կդառնա Սյունիքի մարզկենտրոնում եւ ոչ վերջին անգամ։ Սա մեծ երջանկություն է, նշեց Հակոբ Ղազանչյանը։ Ըստ էության այսօր հիմք է դրվում Կապանի ամենամյա կամերային ներկայացումների փառատոնին։ Ես երեք ցանկություն հայտնեցի եւ ես կարծում եմ, որ հիմա առավել եւս մեր օրերում դա այնքան էլ անիրականանալի բան չի, ես ցանկություն հայտնեցի, որպեսզի փառատոնը դառնա հետագայում միջազգային։ Կամերային ներկայացումների փառատոնը իրավի նոր շունչ է բերում ոչ միայն Սյունիքի մարզ, այլև հանրապետության թատերական կյանքին։ Ուրախ ենք Սյունիքում հյուրընկալել այսքան տարբեր թատերական կոլեկտիվներ, որոնց խաղին կապանցի հանդիսատեսը միշտ սպասում է։ Պետթատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի ջանքերով մեկնարկած փառատոնը առաջին անգամ է անցկացվում Կապանում եւ նպատակ ունի դառնալու ավանդական։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ բոլորիդ հատհատիմ, այս թատրոնը երևի թե հաղթանակը հենց այդ հանձնագազմի մեջ է։ Ես ձեզ շատ սիրում եմ, ապրեք, որ ինձ հետ եք, ապրեք, որ այս ամեն ինչի մեջ միասին անցնում եք, մեզ մենակ չեք թողնում։ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն են այս օրերին միացել կազմակերպչական գործերին կամավորության սկզբունքով։ Լինելու ենք մինչև արտավազդ է այստեղ, այնպես որ այս մեծ թիմի մի մասն ենք։ Մարզային թատրոնների համար շատ ավելի կարևոր են, քան եթե ամեն ինչ տեղի ունենար Երևանում։ Հնարավորությունների առումով, նաև շատ մարդիկ ծանոթանում են, այն մարդիկ, ովքեր Երևանից են հենց գալիս նայելու Կապանում թատրոնը ծանոթանում, մեզ կարող եմ ասել մեր կուրսի առումով շատ բաներ բացահայտում էր։ Կապանի մշակույթի կենտրոնի Լարային Քարյակի մեղեդայնությամբ ազդարարվեց թատերաշրջանի սկիզբը։ Կապանի 90-ամյա թատրոնի ճանապարհը կերտվել է հայտնի ու վաստակավոր գործիչների մասնակցությամբ տեղացի դերասանների անմոռանալի խաղով, ովքեր Արցախյան առաջին պատերազմի օրերին եւ բեմում էին եւ խրամատում։ Այս մասին պատմող ֆիլմ ցուցադրվեց։ Այդ ընթացքում ծնունդ առան բազում նոր ներկայացումներ, եղան հյուրախաղային հագեցած օրեր, տարբեր փառատոներում հնչեց մեր քաղաքի անունը։ Կրկոտ Սիրահարը ներկայացման բացվեց կամերային ներկայացումների փառատոնը Կապանյան բեմում օրեր շարունակ կլինեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստականի, Գյումրու դրամատիկականի, Պարոնյանի, Սարգսյանի անվան հեղինակավոր թատրոնների դերասանները։ Ինչի համար, ժպիտը ձերն է, իմը չէ։ Բնակչությանը գրավելու թատրոն բերելու համար իրականում մեծ թթվածին է նմանատիպ փառատոնները ու սա շատ մասշտաբային, շատ լուրջ փառատոն է, որը կլինի շարունակական, որովհետև մարզի բնակիչները տեսնելու են Հայաստանի լավագույն թատրոնների լավագույն ներկայացումները։ Թատերական փառատոնի ավարտական ակորդը կտրվի արտավազդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությամբ, որին կապանցի հանդիսատեսը անհամբերությամբ է սպասում։ Տավուշի մարզի Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հշեջ փրկարարների խումբ, որն արդեն պատրաստ է գործի անցնել։ Նրանք վերապատրաստվել են ներքին գործերի նախարարության Լուսակերտի ուսումնաբազայում եւ երկօրյա ուսումնավարժանքի ընթացքում գործնականում ցուցադրեցին իրենց հմտությունները։ Կամավոր հշեջ փրկարարների պատրաստվածությունն ու արդյունավետ աշխատանքը գոհացուցիչ է բնութագրում փորձառու փրկարար ֆրանսիացի փորձագետ Բեռնարդ Ժանին, ով առաջին անգամ Հայաստան է եկել 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժի ժամանակ, օգնության հասած միջազգային մասնագետների կազմում։ Այս աշխատանքներն իրականանում են Հայաստանի փրկարար ծառայության հետ սերտ կամավորական հրշեջ փրկարարների խումբը ձևավորում ենք, որպեսզի մեր փրկարարների դեպքի վայր ժամանելը նրանք աշխատեն եւ այդպիսով արտակարգ իրավիճակին արձագանքումը լինի ավելի արագ ու օպերատիվ։ Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բարելավենք կամավորների կարողությունները։
Կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ փրկարար ծառայությունը ավստրիական Կարմիր խաչի հետ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը։ Այն ուղղված է Հայաստանի մարզերում քաղաքացիական պաշտպանության համակարգերի ամրապնդմանը, կամավորական կարողությունների զարգացման միջոցով։ Պտղավանի կամավորական հրշեջ փրկարարական հենակետը կարևոր նշանակություն ունի համայնքում, քանի որ այն սպասարկում է նոյեմբերյանի մի շարք բնակավայրեր՝ Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Արփի, Սայրում, Բաղդասարան, Դերսավան ու Դեբետավան։ Շատ կարևոր նշանակություն ունի մեր համար այս արագ արձագանքման խումբը, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, շատ կարևոր նշանակություն ունի։ Մենք էլ պատրաստ ենք միշտ ցանկացած պարագայում աջակցել։ Հույս ունեմ, որ այս ամեն ինչը բխում է մեր բոլորիս անվտանգությունից եւ կպահպանի մեր անվտանգությունը։ Նախագծով ամրապնդվում են գործող կամավորական խմբերի կարողությունները, վերանորոգվում են հրշեջ ավտոմեքենաները, անգարները, իսկ փրկարարներն ապահովվում են անհրաժեշտ սարքավորումներով։ Այս կերպ միավորվում են համայնքային ուժերը եւ կամավորները պատրաստ են աջակցել ու պաշտպանել իրենց բնակավայրերն ու բնակչությանը արտակարգ իրավիճակում։ Մայիսից վարորդների 9 տուգանային միավորների համակարգից նախատեսվում է անցում կատարել 13-ի։ Բալային համակարգը վերանայելու խորհրդարանականների առաջարկը գործադիրը հաստատեց։ Նախագծում համադրվել է 2 մոտեցում։ Երթևեկության ինտենսիվությունը ըստ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի հաճախ առաջացնում է դժվարություններ այն վարորդների համար, որոնք երբեմն իրենց կամքից անկախ սպառում են տուգանային միավորները եւ վարորդական իրավունքը կասեցվում է։ Քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր շատ ավելի հաճախ են երթևեկության մասնակից դառնում գործունեության բերումով։ Օրինակ ուղևորափոխադրումներ իրականացնող քաղաքացիները, բեռնափոխադրումներ իրականացնող կամ համանման այլ գործունեությամբ զբաղվող անձինք։ Արդյունքում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ այլևս չունենան միավորներ, եւ սա ունենում է սոցիալական, այսպես ասած, հետևանքներ։ Շեմի ավելացմանը զուգահեռ որոշակի խստացումներ են արվել ուղղված երթևեկության անվտանգությանը։ Խոսքը այն վարչական իրավախախտումների մասին է, որոնք մեծ սպառնալիք են, ուղղակիորեն վտանգում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Օրինակ, ընթացքի ժամանակ անգամ մեկ ձեռքով հեռախոսից օգտվելու համար վարորդի տուգանային միավորներից գործող մեկի փոխարեն կհանվի 1.5 միավոր։ Անվտանգության գոտիները չամրակապված վիճակով կամ սաղավարտը չկոշկված վիճակով կամ առանց սաղավարտի վարելու համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է 1 տուգանային միավոր եւ նախագծով առաջարկվում է 1.5 տուգանային միավոր դարձնել։ Ոստիկանության փոխգնդապետ Արման Սայադյանի խոսքով տարածված խախտումներից են չամրակապված վարելը, հեռախոսով խոսելը, ծխախոտի օգտագործումը, կանգառ կայանման կանոնների խախտումը, արագության գերազանցումը, մեքենան ոչ սթափ վարելը։ Իդեպ ոչ սթափ վարելու դեպքում 4-ի փոխարեն կհանվի տուգանային 5 միավոր։ 2025 թվականի ընթացքում արդեն իսկ բարեկային ծառայողների կողմից կայացվել են 1292 տուգանային բալերի կիրառման որոշումներ, որոնց արդյունքում 6 վարորդների վարորդական իրավունքները կասեցվել են, իսկ 2 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքներից։ Կասեցումը ենթադրում է, որ 6 ամիս հետո քաղաքացիները կարող են վերականգնել իրենց վարորդական վկայականները։ Իսկ արդեն իսկ զրկված վիճակում վարելու դեպքում 1 տարով են զրկվում, որից հետո պետք է քննություն հանձնեն ընդհանուր հիմունքներով նոր վարորդական իրավունքի վկայականը վերականգնեն։ Վտանգավոր իրավախախտումներից է համարվում նաև երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը։ Այս դեպքում տուգանային 3 միավորը դարձել է 4։ Գործող կարգով, եթե առջևի հողմապակին թաղանթապատ է կամ կողային ապակիները մքեցված են թույլատրելիից ավելի եւ այս իրավախախտումը վարորդը կրկնել է, յուրաքանչյուր արձանագրության դեպքում 2-ի փոխարեն կձրկվի արդեն տուգանային 3 միավորից։ Մենք ունենում ենք 2 խումբ քաղաքացիներ, ովքեր վարելու իրավունք կստանան օրենք ուժի մեջ մտնելու պահից եւ դրանից հետո, միանգամից նրանց կտրվի 13 միավոր, բայց միևնույն ժամանակ օրենք ուժի մեջ մտնելու պահին կլինեն նաեւ վարորդներ, ովքեր իրենց վարելու իրավունքը ստացել են 9 բալային 9 միավորների համակարգի պարագայում, նրանց միավորների շեմը ինքնաշխատ եղանակով ինքնին կհաշվարկվի որպես 13 առավելագույն շեմի մասին է խոսքը, ոչ թե մնացորդի։ Օրենքը ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 միավորը կհատկացվի կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով քրեական ոստիկանության գործառույթները կարևորել է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը։ Այդ համատեքստում մասնավորապես առանձնացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ համացանցի միջոցով խարդախությունների դեպքերը, որոնք հաճախ անդրազգային բնույթ են կրում։ Հուչ Ժիվենը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար անդրադարձել է միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությանը եւ հանրության անվտանգությանը միտված ծրագրերին։ Պատվիրակությունը հանդիպել է նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի հետ։ Անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության կառուցվածքային եւ գործառութային առանձնահատկություններին, համայնքների հետ մշտական փոխգործակցությանը։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հուչ Ժիվենի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Պարեկային ծառայության նորակառույց վարչական համալիրում։ Պարեկային ծառայության պետ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը հյուրերին է ներկայացրել ծառայության մանրամասները, կատարված աշխատանքի արդյունքները, ծառայության արդյունավետության բարձրացմանը եւ հանցավորության կանխարգելմանը միտված քայլերը։ Հյուրերը ծանոթացել են վարչական համալիրի շենքային պայմաններին, պարեկներին ընձեռնված հնարավորություններին։ Նրանք եղել են նաև օպերատիվ կառավարման նոր կենտրոնում։ Հանդիպումների ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։